2005 թվականին է բացվել Գյումրիի միակ լողավազանը, որը քաղաքապետարանի ենթակայության է։ Որպես ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց նախատեսված է հիմնականում 6-ից 16 տարեկան երեխաների համար, թեև երեկոյան ժամերին սիրողական լողով զբաղվողների համար դռները բաց են, իհարկե վճարովի հիմունքներով։ Շենքային ու մարզաձևով զբաղվելու պայմաններն ու հնարավորությունները 20 տարվա մեջ վատացել են, ինչի պատճառով սաների թիվն է պակասել, այն էլ կտրուկ։ Հիմա քիչ է, ես զարմանամ, այս ժամանակ, իմ ժամանակ, այս ամսին, այս օրերին, այստեղ ասեղ գցելու տեղ չկար։ Հիմա շատ են քչացել։ Թե ժողովուրդն է գնացել, թե ժողովուրդը էլ չի բերել երեխաներին, չգիտեմ, այդ պատճառը շուտով կպարզենք։ 20 տարի շահագործվող մարզադպրոցում վերանորոգումներ չեն եղել։ Սա Գյումրիի քաղաքապետին վստահեցրին լողավազանի նախկին ու ներկա ղեկավարները, բայց հիշեցրին, որ 2 անգամ օդափոխության համակարգ են փոխել, որից բան չի փոխվել խոնավությունից քայքայվող շենքում։ Հիմա նորից համակարգը անսարքություններ ունի։ Հաստ հիմա չի աշխատում։ Արդյունքը կանդիսացիան է։ 600 տոննա ջուր է լողավազանի մեջ։ Դուք պատկերացրեք 28-ից 30 աշճան տաքության ջուր է, այնպիսին են, որ այս օդափոխության սարքավորումները պետք է աշխատեն ամբողջ 24 ժամվա ընթացքում։ Անընդհատ պետք է աշխատեն։ Ու շատ դժվար է, շատ հոսանք կտանի։ Երևի խնայել են կամ չեն կարողացել, ի վիճակի չեն եղել։ Դա նորը սարքեցին։ Դրանից հետո կոսմետիկ ռեմոնտ էր պետք, կոսմետիկ տերեղներ էր պետք, սարքել էր, այսինքն միայն սրանք օգտագործել է։ Ասենք հələ դուք տեսեք հսկայական այս կառույցը սարքեցի տվեցի ձեռքերը, հիմա որ ուզում ես իմանալ, սրա համար կարելի է դրանց ականջները կտրել։ Մարզադպրոցի վիճակից բողոքներ հասել են քաղաքապետարան։ 2005 թվականին ինչպես է հանձնվել մարզադպրոցը եւ ինչ է մնացել, ըստ քաղաքապետի անհամեմատելի են։ Շենքը խոնավությունից, կառուցատարերը ժանգոտումից պաշտպանելու համար ամենակարևորը օդափոխությունը չի պահպանվել։ Հին սարքերը նորերով փոխարինելու կամ գոնե եղածը վերանորոգելու համար ժամանակին գումարներ չեն ծախսվել։ Փոխարենը խնդիրը լուծել են առաստաղը ցելոֆանապատելով։ Մոտորը չեն հավաքել տվել, հենց ցելոֆաններ են քաշել, ցելոֆանների գումարին մոտորը բանան էին սարքել տայ, ինքը սկսել աշխատել նորմալ վենտիլյացիան։ Ու պրիտոմ էլ շահույթ են վերցնում երեխեքից, էս են անում, են ամեն ինչ կա։ Լողավազանի կոտրված, վնասված ապակիները եւս չեն փոխել, պատերը մշտական խոնավության մեջ են։ Մի խոսքով անհրապույր միջավայր է մարզադպրոցի ներսում։ Քաղաքապետարանի սպորտի բաժնի նոր պետը լողավազանի տնօրենն է աշխատել, երբ նոր էր բացվել։ Այդ ընթացքում էլ մարզադպրոցը խնդիրներ ունեցել է, օրինակ խոնավության եւ օդափոխության։ Համակարգը փոխել են ոչ թե տեղական բյուջեի հաշվին, այլ հիմնադրամի են դիմել։ Այժմ ավելի մեծածավալ վերանորոգումների անհրաժեշտություն ունի լողավազանը, բայց թե ինչ միջոցներով են անելու քննարկման թեմա է։ Գոնե sense բաները ներկայացնել է, սուբսիդիոն ծրագրերի մեջ հիմա մենք պետք է ներկայացնենք, նայենք եթե արին չեղան քաղաքապետարանի բյուջեով, հիմա քաղաքապետարանի բյուջեն է փառկացնում։ Թե պասեին ընդանուր ինքը 600 տոննա ջուր է, օդը ծանր է, ավելի օդափոխությունը ավելի լավ պետք է լինի, որովհետեւ թե մարզիկները, թե լողորդները ավելի լավ լինի, մնացած գույքներ չփչանալու համար, կանդիսացիա չլինելու համար ավելի լավ օդափոխություն է պետք։ Հովհաննես Կարապետյանը 2 ամիս առաջ է նշանակվել լողավազանի տնօրեն։ Նախկինին ազատել են աշխատանքից, բայց վերջնահաշվարկի գումարները քաղաքապետարանը դեռ չի փոխանցել։ Քաղաքապետը նախկին տնօրենի վատ աշխատանքի հետևանք է համարում շենքում տիրող վիճակը։ Շեշտում է, որ չարածի համար պետք է պատասխան տա։ Այս սրա տնօրենը 600,000 ինչ որ պարտ կա, բան կա, մի կոպեկ չտակ սրան։ Այս տնօրենի մի փողերը չտակ հանգարցակել 600,000-ը։ Մնացածն ինչքան որ պետք է դնենք, բանանենք տա։ Լողավազանն ամռան ամիսներին կշարունակի գործել, բայց դրանից հետո պարտադիր վերանորոգման աշխատանքներ են նախատեսելու։ Շենքի վերանորոգման նախահաշիվ կազմելուց հետո շինարարի մրցույթ կհայտարարվի։ Աշնանը լողավազանի աշխատանքը ժամանակավոր կդադարեցվի։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։